Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2025 թվականի ապրիլ ամսվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների արտարժութային ավանդների եւ փոխառությունների հարաբերակցությունը փողի զանգվածին կազմել է 30.97%, որը 2024 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 7.4%-ային կետով։ Ռեզիդենտների արտարժութային ավանդների եւ փոխառությունների հարաբերակցությունը ռեզիդենտների ընդհանուր ավանդներին եւ փոխառություններին ևս նվազել է 7.7%-ային կետով եւ կազմել 36.5%։ Մեր երկրի ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ՑՊ ավանդների եւ փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ՑՊ ավանդներում եւ փոխառություններում կազմել է 42.53%, որը 2023 թվականի փետրվարի համեմատ նվազել է 16.8%-ային կետով։ Ինչ վերաբերում է ռեզիդենտներին արտարժույթով տրամադրված վարկերի հարաբերակցությանն ընդհանուր վարկերին, ապա այն նվազել է 1.2%-ային կետով, կազմելով 30.9%։ Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են առավել շատ միջոցներ ներգրավել արտերկրից եւ հետեւաբար արտարժութային ռիսկից խուսափելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությանը միտված շարունակական բարեփոխումները եւ դրանցով պայմանավորված աշխատանքները նոր տրամաբանությամբ կազմակերպելու անհրաժեշտությունը, կոմիտեն հավաքագրում է մասնագետների տվյալներ, որոնք կհամալրեն կառույցի թափուր հաստիքային միավորները, քաղաքացիական ծառայության, այդ թվում իրավաբան մասնագետներ եւ տեխնիկական սպասարկման ապահովման։ Կոմիտեից հայտնում են, որ արդյունքում կձևավորվի կադրային բանկ, ինչը թույլ կտա ըստ անհրաժեշտ հակակոռուպցիոն կոմիտեի համապատասխան թափուր հաստիքները զբաղեցնելու համար սեղմ ժամկետներում մասնագետների ընտրություն կատարել եւ կոմիտեի աշխատանքներին ներգրավել արհեստավարժ ու բանիմաց կադրերի, ովքեր կնպաստեն կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Կենտրոնական բանկը հրապարակել է 2024 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը։ 2024 թվականին Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը ապահովել է ֆինանսական միջնորդության անընդհատությունը, երաշխավորելով ֆինանսական ծառայությունների անխափան մատուցումը բնակչությանը եւ տնտեսվարող սուբյեկտներին։ Տարվա ընթացքում բանկային համակարգի վարկային եւ ավանդային պորտֆելներն աճել են ինչպես տնային տնտեսություններին, այնպես էլ բիզնեսին տրամադրված վարկերը։ Ընդ որում աճ արձանագրվել է վարկավորման գրեթե բոլոր հիմնական ուղղություններում։ Բարձր աճի տեմպեր շարունակել են գրանցվել հատկապես սպառողական, հիպոթեկային եւ շինարարության ոլորտին տրամադրված վարկերի մասով։ Ավանդների աճը մեծապես պայմանավորվել է ռեզիդենտներից ներգրաված ավանդների աճով։ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ եկամուտների հայտարարագիր ներկայացնող եւ եկամտային հարկ վճարող ֆիզիկական անձը կարող է ստանալ փոխհատուցում իր եւ իր ընտանիքի անդամների համար հաշվետու տարում կատարված սոցիալական, կրթական եւ առողջապահական ծախսերի մասով, ինչ փոփոխություններ են կատարվել 2025 թվականի մայիսի 1-ից սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում։ Եթե սոցիալական ծախսի դիմաց վճարումը կատարվել է այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներով, ապա դրա դիմաց հայտարարատու անձը կարող է ստանալ փոխհատուցում։ Ծառայություն մատուցողին սոցիալական ծախսը հայտարարատուի միջոցներից կատարված լինելու մասին հիմնավորող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում կարևոր է իմանալ, որ այս դեպքում սոցիալական ծախսը հատուցվում է, եթե այն կատարվել է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ը։